Հարյուրավոր մարոկացի միգրանտներ բողոքի ակցիան անցկացրել իսպանական Սեուտայում պահանջելով թույլ տալ իրենց մնալ այնտեղ։ Միգրանտները փողոց են դուրս եկել Իսպանիայի դրոշներով եւ մենք չենք ուզում վերադառնալ Մարոկո ու մենք նույնպես մարդիկ ենք գրության պաստառներով։ Նրանցից շատերն այժմ ապրում են լողափերին եւ քաղաքի ծայրամասերում, սպասելով մայրցամաքային Եվրոպա հասնելու հնարավորության։ Վերջին տվյալներով ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում օրեր շարունակվող ուժեղ փոթորիկներն ու ռեկորդային տեղումները առնվազն 7 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է կենտրոնական Ինդիանայում, հատկապես Ինդիանապոլիսի շրջանում։ White River գետը հասել է ռեկորդային մակարդակի, առաջացնելով լայնածավալ հեղեղումներ եւ հարյուրավոր մարդկանց տարհանում։ Որոշ վայրերում 2 օրվա ընթացքում տեղացել է ավելի քան 28 սանտիմետր անձրև։ Ջամալ Մուսիալան օգոստոսի 15-ին Բավարիա RB Leipzig նախամրցաշրջանային խաղի վերջնամասում կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը։ Դեպքը տեղի է ունեցել ուժեղ շոգի պայմաններում մոտ 33 ցելսիուս ջերմաստիճանի դեպքում։ Մուսիալան դրանից քիչ առաջ խփել էր Բավարիայի 3-րդ գոլը։ Երբ նա կորցրել է հավասարակշռությունը, թիմակից Իսմայել Սայբարին արագ մոտեցել եւ բռնել է նրան, որպեսզի ֆուտբոլիստը ծանր չընկնի։ Բժիշկները զննել են Մուսիալային եւ նա կարողացել է սեփական ուժերով լքել խաղադաշտը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերելու Եվրոպայի պատրաստակամության մասին։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ տեղեկացրել, որ Եվրամիությունը պատրաստ է գործարկել Կոպերնիկուս Ալբանիակային ծրագիրը, որը ուղղափրկարական աշխատանքներին աջակցելու համար։ Վերջին տվյալներով Ինդոնեզիայի Ֆլորեսի շրջանում 7.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ։